Իսկ նաև ընտրության մասին ուզում եմ խոսել, ընտրությունը տեղի ունենալու այստեղ հունիսի 2-ին։ Ես ձեզ ուզում եմ խնդրել, որ դուք զանգարեք բոլոր ձեր ազգականին, դուք տելեֆոնի մեջ տելեֆոնի տետրակ ունեք, եթե բալեթը այստեղ ցուցադրեն, եթե սա չեն ստացել, այսինքն իրենց արձանագրության գրանցման մեջ խնդրեմ կա, որպեսի լուծենք 5 օր է մնացել, որ կարող եք լուծել եւ այս բալեթը էլի ստանալ ձեր տան մեջ, գալու է ձեր տան մեջ, հետո դուք կարող եք քվեարկել, օգնություն ստանաք այստեղ։ Ուրեմն եթե մեկը ձեզ ասում է ձեր ազգական բարեկամ, ես 20 տարի ընտրության մասնակցել եմ, այս տարի չեմ ստացել, նախ հիշեք սպիտակ եւ կանաչ է, շատ մարդիկ աղբն են թափել, կարևոր ընտրություն է տեղի ունենում, ուրեմն դուք հարցրեք ձեր ազգականներին, դուք անգամ եթե քվեարկեք չի տարբերում, ձեր հեռախոս ունեք կամ հեռախոսի տետրակ ունեք, զանգարեք, եթե չեն ստացել, խնդրեմ կա իրենց registration-ի մեջ, ընտրության, այսինքն արձանագրության մեջ խնդրեմ կա, թողեք կան այստեղ եւ այդ հարցը լուծվի այստեղ, որպեսզի դուք այս կարևոր ընտրությանը, որտեղ 3 ոչ հայեր, 9 հայեր Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամակցության տեխնացու են։ Ես 9-րդ հոգին եմ, համար գրված չի, բայց առաջին էջում ես 9-րդ անունն եմ։ Եվ այնտեղ կապված դուք որտեղ եք ապրում, դպրոցի հոգապարծության համար, որտեղ դպրոցը եւ քոլեջը 5 մասի բաժանված է, այնտեղ ձեր կապված ձեր տարածքին պետք է քվեարկեք այդ մարդկանց։ Ամենայն դեպս քաղաքապետարանի խորհրդի համար այստեղ է եւ անպայման դուք մասնակցեք այս կարևոր ընտրությանը, որ չեմ կարող սրանից ավել ասել ձեզ 3 ոչ հայ կա, 3 աթոռ եւ 9 հայ բաժանվելու է քվեները, եթե դուք չկենտրոնանաք 1 հոգու, 2 հոգու, այդպես չկենտրոնանաք, ոչ ոք չի ընտրվի, դժվար կացություն է լինելու այս տարի։ Մի խումբը մի 3 քվեարկեն, մի խումբ մյուս 3-ին քվեարկեն, կվերջանա այս ընտրության հարցը։ Այսպես ուրեմն երբ որ այս սևացրիկ այս թերթիկը բալեթը պիտի տնեք ծրարի մեջ, հետևում կարմիր այս տարածքի մեջ պետք է ստորագրեք, թվական կա այստեղ, բայց գրեք չի տարբերում, մյուս կողմը այս բալեթի տեսնում եք այսպես նամակադրոշ ստամպը տրված է, ամեն ինչ գրված է, դուք ձեր քվեաթերթիկը տնում եք մեջը, փակում եք եւ մեկ post արկի մեջ գցեք անպայման post արկը գցեք կամ բերեք այստեղ մենք ձեզ համար այստեղ կողքը կա տանենք post office այստեղ է ձեր post արկը գցեն շատ ուշադիր եղեք կարևոր ընտրություն որպեսզի նաև դուք մասնակցեք իմ հեռախոսը համար շատ հեշտ է 812 ես տեսնում եմ մարդկանց գնացել էի մի տարեցների կենտրոն ասում իրենք մատովին ցույց են տալիս 2-4 բոլորի 9 դուք էլ հիշեք 2-4 բոլորը համարի 9 որևէ հարց ունեք կեսօրին 12-ից մինչև կեսօրից հետո ժամը 6-ը զանգարեք որևէ հարց ունեք բայց ամենակարևոր եթե դուք չեք ստացել 5 օր է մնացել եկեք այստեղ տեսնենք դուք ինչու չեք ստացել կամ բնավ միջեմա չեք մասնակցել եկեք այստեղ որպեսզի գրանցվեք այս կարևոր ընտրությանը մասնակցեք ամեն օր գալիս են այստեղ մի խնդրեմ ունեն ինձ ասում են ասեմ բայց ես այնտեղ չեմ իմը եթե դուք ցանկանում եք ուրեմն քվեարկեք որ հարց եք ունենում ես կարողանամ պատասխանեմ ձեզ ուրեմն շատ կարևոր է ընտրությանը մասնակցելը ես ուզում եմ նաև հիմա մի տարօրինակ ընդհանուր վերցնենք սա ընդհանուր վիճակի մասին խոսեմ որտեղ երբեմն ինձ կանգատվում են ասում են հերոստալիքում այս մարդիկ մեկը Փաշինյանին հարցակվում է մյուսը Փաշինյանի մասին գովաբանում է եւ զանգահարում են եւ բողոքում են որ այդ մարդկանց ինչու ճանապարհ եք տալիս հիմա թեր եւ դեմ ինչ որ ասում են մի խումբը հավանում են մի խումբ թշնամի են գիտեք ամեն հարցի մեջ երկու կողմ կա եւ ինձ ասում են որ ինչու առիթ եք տալիս դուք հիշեք ես այս ալիքի տերն եմ եւ Հայվիժնի բայց
այս ալիքը, այս ծրագիրները ինչ որ տեղի ունենում այստեղ չարթրի, սպեկտրոմի միջոցով պիտի կա ձեր տուն։ Ես այստեղից ձեր տան հետ կապված չեմ, այդ լարերը, չարթրի լարերն է, որ Ամերիկայում 40 միլիոն այսպես subscription, այսինքն գրանցված են չարթրի հետ, որ իրենք ծրագիրները տեսնեն, 40 միլիոն, կամ Spectrum Charter-ը միաժամանակ նույնն է, չի տարբերում, որտեղ այսօր մեկին ասում է Charter, ասում է Charter չունեմ, Spectrum ունեմ, նույնն է Charter Spectrum։ Ուրեմն դուք նկատի ունեցեք, որ իրենք են, որ այս Ամերիկայում այսպես բաժանորդագրված եք իրենց մոտ, այսինքն 40 միլիոն բաժանորդագրված են, հայերը մոտարապես 700,000 կամ 1 միլիոն Ամերիկայում իրենց մոտ բաժանորդագրված են կամ 1 միլիոնից ավել պակաս։ Նրանք ասում են, Charter-ը, Spectrum-ը ասում է, որ ամեն մարդ կարող է այստեղ ելույթ ունենա, եթե այդ սակը, այդ գինը, որ որոշեր ես, եթե վճարի, կարող է ծրագիր ունենալ։ Դու չես կարող ասես ինձ, չես կարող ասես, որ Փաշինյանի մասին մի վատ բան չասես, կամ Փաշինյանին դեմ մի բան չասես, կողմ դեմ, ես չեմ կարող այդ անձին ասել։ Միայն այն ժամանակ կարող եմ թույլ չտամ, ինչ որ այստեղ պատահավ տարիներ առաջ, գիտեմ 15 տարի առաջ, եթե մեկը ասի կխփեմ, կջարդեմ, կսպանեմ, եւ այսպես կթունավորեմ եւ լուրջ այսպես հարցեր առաջացնի կամ անհարգի մարդկանց մասին անհարգի արտահայտություններ անի, ես միայն այդ ժամանակ կարող եմ ասել։ Հետո սուտ անձը կա այստեղ լրիվ սուտ խոսի, եթե մի բան չի վաճառում, չի կարող ասի այս եթե այս դեղը դուք ես վաճառում եմ այս դեղը ինձանից առեք, բայց որ դուք խմեք այս դեղը անմահական դեղ է, դուք էլ մինչև 250 տարի կապրեք։ Չի կարող այդպես արտահայտություններ անի, եթե ապրանք է վաճառում։ Եթե ապրանք չի վաճառում, այդ ապրանք չի վաճառում, ասում է դուք խնձոր կերեք օրը 50 հատ խնձոր ուտեք, էլ չեք հիվանդանա, ես չեմ կարող իրեն ասեմ, որ դա հիմար խոսք է, անհարգի է, անխելք մարդու խոսք է, ես չեմ կարող իրեն ասեմ, կարող այդ պասի։ Մեկը տարիներ առաջ էր, ասում էր ձեր ոտքի հետևը մի դանակով պատրեք, սախտոր տնեք, եթե այդտեղ, այդ վերքի մեջ փոքր սախտոր տնեք, դուք ձեր ամեն բոլոր հիվանդությունները կմաքրվի, էլ դուք հիվանդություն չեք ունենա, ամեն որևէ ունեք քոլեստրոլ, շաքարախտ եւ այլն, բոլորը կվերանա։ Ես չեմ կարող այդ մարդի, մինչև այն ժամանակ որ սախտորը ինքը չի վաճառում, եթե ասի այս սախտորն առեք, որ ես վաճառում եմ, հետո ես կարող եմ չթողնեմ իրեն, որտեղ դա անիմաստ, խելացի մարդը այդպես չի խոսա, բայց եթե չի վաճառում, ինչ սիրտ ուզի կարող է ասել մինչև այդ ժամանակ որ ասես չի ուզում սպանել, կոտորել, ջարդել, փշրել կամ ապրանք չի վաճառում եւ սուտ լինի, դա տարբերվում է նկատի ունեցեք։ Ուրեմն մեկը այստեղից ասում է, իրեն թույլ մի տվեք այս մարդը խոսի, Փաշինյանի դեմ է խոսում կամ Փաշինյանի շահին է խոսում։ Այդպես չի այս երկիրը, մենք այս երկրներից եկանք այստեղ, որ որոշ օրենքները հետևենք։ Եթե լավ չի, դուք կարող եք նախագահ Թրամփին, օրենսդիր մարմնի այս երկրի ասեք օրենքները փոխեք։ Ես բան չեմ կարող անել։ Ամենայն դեպս հույսով եմ անդրադարձակ ինչ է խնդրեմը, ինչ որ ունեցանք այսօր նաև։ Ես ուզում եմ տաթար վերցնել, երբ վերադառնամ Ամերիկա, Չինաստանի մասին խոսեմ, որը նախագահը հիմա գնում է, վաղը կլինի Չինաստանում, դրա մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Երևան Post հովանավորում է ծրագիրը։ Երևան Post Գրանադայիլզում է գտնվում, եթե մի ծանրոց իրենց հանձնեք, իմ անունը տակ օդանավով $2.99 սենտ է, $1.99 կարող եք այդ ձեր ծանրոցը ուղարկել ամեն փանդը $1.99 ուղարկել։
Իսկ եթե նավով ցանկություն ունեք ծանրոց խրկեք, իմ անընդհատ մեկ ծանրոց գնեք, երկու ծանրոց անվճար կտան, գումար եթե ուզում եք փոխանցեք Հայաստան, 1%-ը եթե դուք դրամ փոխանցեք Հայաստան, իսկ դոլար եք ուզում փոխանցեք, գնում եք այնտեղ ասում եք $100, տարբեր է լինելու, սա 1%-ը եթե դրամ փոխանցեք Հայաստան։ Ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիրը, Central Մրթել փողոցի հատման կետում է գտնվում։ Նախագահ Թրամփը պետք է Չինաստան այցելել անցյալ ամիս, բայց Իրանի պատերազմի հետևանքով հետաձգեց եւ ահա հիմա պետք է Չինաստան հասնի նախագահ Թրամփը արդեն գնացել է դեպի Չինաստան եւ Չինաստանի ղեկավարի հետ հանդիպում պիտի ունենա ընդհանուր բիզնեսային եւ ուրիշ հարցերի, բայց թվում է ամենակարևոր հարցը կլինի Իրանի հետ այս պատերազմը ինչ որ տեղի ունենում եւ հիմա նախագահը ասել է Իրանի այդ պատասխանը ինչ որ պահանջել էր 14 առաջարկություններ ներկայացրել իրենք Իրանը իրենց առաջարկություններ այսինքն հայտնել նախագահ անընդունելի ընդունեց Իրանի այդ պահանջը, ինչ որ երեք մանրամասը խոսել եմ այս մասին, որ իրենք կենտրոնացած են, Իրանը կենտրոնացած է, որ այս Հորմուզի նեղուցի հարցը հիմա լուծվի, բացանեն եւ այսպես հարցերը, իսկ նախագահի Թրամփի ցանկությունն է, որ Իրանը որևէ ատոմական ռում կամ ուրանիումը հարստացրել է բոլոր ինչ որ ունեն հանձնեն Ամերիկայի եւ նրանք ինչ հիմա չեն համաձայնում նախապես համաձայնվել էին ու վերջին ժամանակը ասացին որ չենք հատկացնելու կամ չենք հանձնելու Ամերիկայի կառավարությանը հիմա երևի նախագահ պիտի որոշի գնա կա այստեղ հետո որոշում կատարի արդյոք նորից պիտի արձակվի որտեղ անընդհատ ասում էր որ Իրանը եթե չընդունվի այդտեղ ավերակի եմ վերածելու Իրանը լրիվ Իրանը վերացնելու եմ ավերակներ է մնալու Իրանի մեջ այդպես էր ասել նախագահ Թրամփը հիմա ես այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել եւ այդտեղից բացատրել Չինաստանը գիտեք հիմա շատ հզոր երկիր է դարձել եւ այստեղ տեսնում եք այսօր ներկայացնի տան մեջ նաեւ խոսում են Պաշտպանության նախարարության հետ էր խոսում են որ այս Լինզի Գրահամ Հարավային Կարոլինայի սենատորն է որ մտահոգ է որ Չինաստանն է ասում է այս սենատորը որ Չինաստանն է որ ամեն ինչը հատկացնում է Իրանին ուղեցույց է տալիս բիզնեսը նավթը մեծամասնություն իհարկե ինքը ասած 90% նավթը վաճառվում է Իրանի Չինաստանին ասացին մասամբ այսինքն ավել քիչ է բայց խոշոր մասը ինչ որ նավթը վաճառում Իրանը Չինաստանին է վաճառում այդպես իրեն բացատրեցին եւ դրա համար է որ սա 2017-ին էր երբ որ նախագահ Թրամփ առաջին նստաշրջանում այցելել էր այնտեղ տեսնում եք այն ժամանակ հիմա երևի նոր պատկերներ կունենանք երբ որ այնտեղ այդ համաձայնվեն այստեղ տեսնում եք Իրանի պատերի վրա պատկերը եւ մարտի 11-ին այստեղ տեսնում եք Իրանի փոքրիկ նավակները Ամերիկայի ռազմանավերի համար խնդրեմ են ստեղծում նախագահ Թրամփը ասում է որևէ մենք օգնություն Չինաստանից կարիք չունենք որ Չինաստանը մեզ օգնի Իրանին վերաբերող հարցի համար մենք հաղթահարելու ենք որևէ հարց հարկավոր չի այսինքն իրեն հարկավոր չի մեկը իրեն օգնի բայց եւ այնպես բենզինը խիստ թանկացել է գիտեք մանավանդ դիզելը ուտելիքը միրգը հիմա այս ինֆլեյշն թանկությունը անցյալ ամիս 3.8%-ով միայն անցյալ ապրիլի ժամանակ թանկացել է ամեն ինչը ընդհանուր թանկացել է տեսնում եք այդ տոկոսային հարաբերությունը 2023 թվականից մինչ հիմա մեկ անգամից այս վերջին ժամանակ այսպես չի թանկացել հիմա մայիսի մեջ ենք
մայիսը չենք ավարտել, ուրեմն ապրիլի տեղեկությունն է, ինչ որ 3.8%-ով ամեն ինչ թանկացել է, նախագահին եք տեսնում, երբ որ հեռանում էր եւ այսպես տեսնում եք ամերիկացի financial situation ասում է հիմա որ ամերիկան իրեն լրագրողներ ասում են այսպես է վիճակը Ամերիկայի արդյոք այսինքն ավել ճկուն ձևով կմոտենա այս հարցին Չինաստանին համոզելու որ նրանք Իրանին ճնշում բանացնեն, որովհետև Չինաստանն է այդ գումարները ինչ որ կարողանում է Իրանը հայթայթի։ Իհարկե հիմա սահմանը փակված է, որևէ նավթ չի կարողանում դուրս խրկել Իրանը։ Նույն այս հարցերն ինչ որ լրագրողները այսօր իրեն հարցնում էին, ինքը ասում է, որ մի բան ուզում եմ հստակացնել, որ Իրանը չի կարող ատոմական ռումբ ունենա։ Եվ նավթի սա առաջին անգամ չի որ Չինաստանի ղեկավարի հետ հանդիպումը առաջին անգամ 1972 թվին աչում նախագահ Նիքսոնն էր որ Մաո Ցեդունգի հետ հանդիպում ունեցավ այսինքն Նիքսոնը այդ առիթը բացառեց որ Ամերիկան հարաբերվի շփվի Չինաստանի հետ այստեղ տեսնում եք այդ թվից հետո ամերիկացիները գնացին այնտեղ գործարաններ ստեղծեցին եւ այսպես Չինաստանը հիմա համարվում է Ամերիկայից հետո երևի ամենահզոր երկիրը համարվում է Չինաստանը իր ռազմանավերով, իրեն տնտեսական վիճակով, գործարաններով, գիտեք ամեն ինչը Չինաստանից է գալիս նաեւ աշխարհը վաճառում է Ամերիկա նույնպես հեռանալիս տեսնում եք նախագահը իր հետ գնացին Թիմ Քուք ցախում տեսնում եք Apple-ի ղեկավարը աչում նաև Իլան Մասկին եք տեսնում եւ 10 ուրիշ մեծ բիզնեսի տերերը սրանք բոլորը Չինաստանում մեծ բիզնես ունեն իրեն հետ ճամփորդում են Չինաստան հիմա Չինաստանի տնտեսությունը նաև մասամբ դժվարություններ ունի անկործություն կա եւ բնակարանային խնդիրներ ունի Չինաստանը ինչ որ նաեւ մասամբ նույնը այստեղ գոյություն է եւ մարդկային իրավունքների խախտման համար Չինաստանի միշտ քննադատում են աշխարհով մեկ Չինաստանին քննադատում են այդ բերումով Չինաստանում ամեն կետ կամերա է տրված փողոցում այսինքն ով ինչ անում է տեսնում եք տեսեք կամերաները ամեն կետ ամենտեղ եւ լայ անունով այս անձնավորությունն է որ Հոնկոնգում ինքը թերթի խմբագիր է եւ այն ժամանակ որ 2000 բողոքներ եղավ ուրեմն Հոնկոնգում ասում են սա իր գրություններով էր պատճառ եղել իրենց ձերբակալում են այն ժամանակ ամենայն դեպս դատի են տվել եւ 20 տարի ազատազրկելու են իրեն նախագահը նաև խոսելու է այս անձի բանդարկության մասին այս թերթի խմբագրի մասին որ այսպես տեսնում եք ձերբակալված է իրեն մեղադրում են որ ինքն էր այս անձնավորությունը տեսնում եք որ այդ ցույցերի հեղինակը եղել է ինքը դրա համար այդպես խիստ իրեն 20 տարվա համար ազատազրկել են ես ուզում եմ հիմա նաև խոսել եթե շարունակենք այստեղ տեսնում եք Իրանում երկրաշարժ տեղի ունեցավ այսօր մասամբ 4.3 Ռիխտերի սկեյլի վրա սա Իրանի այսինքն Թեհրանի կներեք Թեհրանի արևելյան մասում մի ուրիշ քաղաք այդտեղ կա որ նաև այսինքն նահանգ համարեն Մազանդարան կոչվող այդ տարածքում է ինչ որ տեղի ունեցել այս երկրաշարժը թվում է որ ոչ մի զոհ չկա եւ շենքեր չի փլվել պատճառը 4.3-ը շատ ուժեղ երկրաշարժ չի երեք ասացի որ մեր հարավում Imperial County որը այստեղ ամենահարավային county-ն է երբ որ ուզում եք գնացային այսինքն Մեքսիկո ամենահարավայինն է 4.3 այնտեղ էլ տեղի ունեցավ
403 ցույց տվի, որ երկրաշարժը տեղի ունեցել այդտեղ։ Ամենաուժեղը 4.3 էր, ինչ որ համահավասար է սրան։ Բայց այստեղ շենքերը տարիները արդեն երբ որ 1980-ական թվականներին այստեղ երկրաշարժ տեղի ունեցավ, ամրապնդեցին շենքերը բոլորը, հին նորը ամրապնդված, հիներին ասացին, որ ռետրոֆիտ պիտի անեն, պետք է ամրապնդեն, իսկ Իրանում այդպես չի։ Եվ հաճախ թեթև երկրաշարժ կարող է մեծ զոհ խլի։ Բարեբախտաբար այս երկրաշարժը զոհ չի խլել, շենք չի թափվել մինչև այս վայրկյանին, ինչ որ ես ձեզ հետ խոսում եմ։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ հանթավայրուսի մասին, վիրուսի մասին պիտի խոսեմ։ Ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե դուք վարձակալ եք, ձեր բնակարանը պետք է մաքուր լինի, բնակելի լինի։ Եթե այդպես չի, մուկ կա, մրջուն կա, միջատներ կամ պահարանը բացում եք, դա բնակելի չի։ Դուք ոչինչ չեք վճարում փաստաբանին, մինչև եթե ձեր դատը ընդունի եւ կարողանա ձեր համար հատուցում վերցնի, հետո իրեն կվճարեք։ Կալիֆոռնիայի որտեղ ապրում եք, կարող եք զանգահարել, խորհրդակցեք։ Ծրագիրը հովանավորում է Burbank-ի Pizza-Man-ն է հովանավորում ծրագիրը։ Հեռախոսահամարը տեսնում եք այստեղ ձեզ մոտ նշանակեք 843 1111 հեռախոսահամարն է։ Ինչ եթե մեկ փիզա գնեք, երկրորդը 50% զեղչ եք ստանալու։ Որևէ չափի վերցնեք, մյուսը համահավասար չափը զեղչ եք ստանալու 50%։ Դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը։ Դոկտոր Թավանսին աչքի վիրահատող բժիշկ է, սա իր հեռախոսահամարն է, Գլենդելում Ջաքսոն եւ Քոլորադո փողոցի հատման կետում է, Օրենջ քաունթիում նաեւ ինքը գրասենյակ ունի, Օրենջ քաունթիի բնակվողները կարող են զանգահարեն այս հեռախոսահամարին, ժամատրություն վերցնեն, կվերադառնա։ Նոր վիրուս գոյություն ունի, հանթավայրուս այսպես կոչվող, որը ճամփորդները, որ շրջակայությունը ինքնացել նավով այդտեղը պատահել, սա տարօրինակ է, նախ որ ուզում եմ ասել, որ այս հիվանդությունը շատ քիչ հիմա տարբեր նահանգներում Ամերիկայի կա, բայց անձիկ ինչ որ հիվանդացեն շատ քիչ են։ Օրինակ 18 մարդ, որ շրջակայության գնացեն նավի մեջ, 16-ը իրենց պահել են, տեսնում են սրանք չեն վարակվել, վարակված չեն։ Եվ սա նոր հիվանդություն է, մանրամասը լավ չգիտենք, ամենայն դեպս իրենց բերում են եւ տանում են քորենտին կամ իրենց չեզոքացրել են Նեբրասկայում պահում են, երբ որ կորոնավիրուս եղավ, այնտեղ կենտրոն կա, որ կարելի անձին պահել ճոգ, որ չտարածվի հիվանդությունը, նախ որ fever անձը տաքություն է ունենում, եթե այդ հիվանդություն ունենա, տաքություն է ունենում։ Ուզում եմ ասել, թե նախագահը, թե Health and Human Services-ի նախարարը Քենեդին ասել են, որ մտահոգության հարց չի շատ, այսինքն մտահոգության հարց չի, որովհետև իրենք կարծում են, որ կոնտրոլի տակ ունեն։ Եվ աշխարհով նաև այսպես տարածված հիվանդություն չի, մտահոգվելու ըստ իրենց բացատրության հարց չի։ Ամենայն դեպս անձը ասած է fever ունենում, տաքություն է ունենում, բայց մի խնդրեմ կա այս հիվանդությունը, որ անմիջապես Երևան չի գալիս, թվում է երկար ժամանակ է տևում, 2 շաբաթ կամ ավելի նոր է իր ազդեցությունը անձը զգում, ուրեմն անմիջական հիվանդություն չի, որ շուտ անձրադառնա, բայց եւ այնպես տաքություն, ուրիշ խնդիրները ինչ որ սովորաբար հիվանդությունների հետ լինում է, սա նաեւ ունի եւ ասացի 18 հոգու քորենտինին արել, չեզոքացրել են 16-ը, թվում է անգամ ոմանց հիմա կտեսնեք, ասեն են դուք կարող եք գնալ, իրանք մտածել են, որ այդտեղ մնան, որ չգնան իրենց ընտանիքին, փոք երեխա ունեն հիվանդացնելու, ավել երկար ժամանակ ուզում են մնան, որ վստահ լինեն, այնտեղ իրենց քննելու են, որ որևէ
հիվանդությամբ չեն տառապում։ Ես հիմա այստեղ ուզում եմ ձեզ ցույց տալ, ինչ որ այս հիվանդության մասին տեսնում եք, որ բերեն են եւ տարեն են Նեբրասկա նահանգը յուրահատուկ սա օդանավ է նման արծի համար, տեսնում եք ամբուլանսներով մեկ-մեկ տարեն։ Ուր է տարածված հիմա։ Washington նահանգը մեր հյուսիսում, California, Arizona, Texas, այնտեղ տեսնում եք Kansas, Georgia, եւ այսպես կարմիրով Minnesota բարձունքում մեջտեղում տեսնում եք այսպես New Jersey-ում տարածված է։ Ուրեմն 18 հոգի նախապես քրուզից իրենց բերեն են, այստեղ տեսնում եք, նայեք իրենց մաքրում են եւ սա ամեն մի անձ այսպես փակ սարքավորումի մեջ են այս անձիկը, որ իրենց հետ են վերադարձրել, այսինքն տեսնում եք ամեն մեկը մեկ ամբուլանսով տանում են, որպեսզի խնդրեմ չստեղծվի եւ ահա այսպես ասացի թվում է մեկ հոգի, այս երիտասարդն է, որ ասացի 15 օր այնտեղ է եղել եւ ջերմությունը անդադ չափում է, զեկուցում է եւ հեծանիվ ունի, այնտեղ մարզանք է անում եւ ասում է առայժմ ուզում եմ մնալ այստեղ, չեմ ուզում, թեև ինձ ասել են դու կարող ես գնաս, բայց իմ ցանկությունն այստեղ մնամ, որպեսզի խնդրեմ չստեղծե ընտանիքի անդամների համար։ 16-ը ասացի, որ չեն հիվանդացել, 18-ից ինչ որ բերեն են, Նեբրասկայում եք տեսնում եւ նորից տեսնում եք նահանգները, որ տեսեն են այս հիվանդությունը։ Ես ուզում եմ շարունակել եւ խոսել մեկ անձնավորություն, մի տարօրինակ գործ է անում այս անձնավորությունը եւ այսը որ Դենվերը ունի ամենամեծ օդանավակայանը Ամերիկայի։ Դուք պատկերացրեք Լոս Անջելեսի օդանավակայանը տեսել եք ինչքան հսկա է, Նյու Յորքի օդանավակայանը տեսել եք ինչքան հսկա է, եւ Ատլանտա մեկ ուրիշ մեծ օդանավակայան, եւ այսպես եւ մեկ ուրիշը 4-ը այդքան մեծ չի ինչ որ Դենվերի օդանավակայանն է։ Ամենայն դեպս մի այդ շաբաթավերջին ձեզ ասել էի երեք էլ խոսեցի մասին, բայց հիմա այսօր ասացին անձը ով է 41 տարեկան մի երիտասարդ տեսնում եք այստեղ կարողանում է ճկուն է 8 ֆիտ մարդու բոյը մոտարապես 6 ֆիտ կամ մի քիչ ավել մարդիկ 1 մետր 80 սանտիմետրը 1.5 են լինում եւ այսպես այսինքն 6 ֆուտից մի քիչ պակաս ըստ ցանցը տրված է այս Դենվերի օդանավակայանում 2 մետր 40 սանտիմետր բարձրություն ունի, պատկերացրեք, բարձրանում է, թռնում է մյուս կողմը եւ օդանավ ուզում է բարձրանալ Frontier Airline գնում է ճիշտ արջևը գնում է այդ օդանավի եւ օդանավը իր վրայից անցնում է։ Հիմա այստեղ կտեսնեք մոտորը հրդեհվում է այս ակսիդենտի հետևանքով այդ տեսնում եք օդանավն է որ ճիշտ վրան է գալիս եւ այսպես հետո ծուխը այդպես հետո էլ չեք տեսնում իրեն բայց եւ մահանում է անձը ամենայն դեպս մահանում է հետո բանից տունս է գալիս որ 41 տարեկան է ինքը ուզեցել է ինքնասպան լինի դրա համար է այսպես ձեռնարկել է մարդկանց օդանավի միջից հանում են որտեղ ծուխը մտնում է օդանավի մեջ ճամփորդները զարմացած ու սարսափար ասում են պետք է դուրս թռչեն իրենց ճամբրուկ եւ այլն թողնեն տեսնում եք ծուխը օդանավի միջում եք տեսնում եւ այդ սլայդով իջնում են եւ ասում են իրենց որ օդանավից ինչքան կարելի է հեռանան այդպես են անում որովհետեւ իհարկե չի պատահում եւ ճամփորդներին հետո տանում ուրիշ թռիչքով գնում են ճամփորդները ամենայն դեպս դեպքը այդպես պատահել էր տեսնում եք անձը ճիշտ օդանավի առջև զոհին եք տեսնում որ օդանավի առջևը գնաց
Ես մի տաթար վերցնեմ, երբ դառնամ տաթարից խոսեմ cash patel-ի մասին եւ traffic-ի մասին խոսեմ, ծրագիրը հովանավորում է դոկտոր Մարտին Ստեփանյանն է հովանավորում, եթե որևէ գեղագիտական աշխատանք դեմքի վրա կատարվի, քեթի գործողություն եւ այլն, այս հեռախոսահամարին զանգ արեք։ Չոփուրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը, Հակոբ Չոփուրյան եւ իր երկու դուստրերը երեքը փաստաբաններ են, ձեզ են առաջարկում, եթե ավտովթար ունեցաք, ձեր մտահոգությունների իրենց հանձնեք զանգարելով 818 244 47 47 հեռախոսահամարին։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը, ալերգի եւ ասթմայի մասնագետ է, Գլենոքս փողոցի վրա է, Grandview-ի հատմանկետին մոտ հեռախոսահամարը այստեղ գրված է, եթե այդպես ալերգի եւ ասթմայով տառապում եք, զանգարեք։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը, 600 դաշնամուր կա այս Hollywood Piano-ի մեջ, 2 հարկի մեջ, անպայման եթե դաշնամուրը պիտի բարձեք կամ գնեք, այցելեք Hollywood Piano, Pasadena-ի մեջ Glendale-ին անմիջապես հարևանությանը։ Ռաֆիզ Մարքեթն է հովանավորում ծրագիրը, պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու, նաև թարմ հաց են թխում, ամենայնտեպս նպարատուն է այցելեք, եթե հարկ եղավ կվերադառնա։ Դուք տեսնում եք Cash Patel-ին, Cash Patel-ը նախագահ Թրամփը նշանակել է FBI-ի ղեկավար, իսկ Ամերիկայի Սենեթի անդամները իրեն կանչել էին, իրեն արձակնելու, որովհետև ինքը շատ խմիչք է օգտագործում, մեկ անգամ ձեզ ցույց տվի եւ խոսում էին այդ մասին եւ վիդեոն կտեսնեք, որ ամառային Օլիմպիքի խաղերի ժամանակ ինքը գնացել էր, ուրախացել էր, վիսկի էր նվեր տալիս ու խմում եւ մի օթանավ, որ 60 միլիոն դոլարանոց մեկ օթանավով, այդ օթանավը, որ կառավարությունը հատկացրել է բիզնեսի համար ինքը օգտվի, այդ օթանավը վերցնում է գնում է Իտալիա, այդպես քննադատություններ իր դեմ դրա համար սենեթում կանչել էին։ Այստեղ տեսնում եք, իրեն հարցնում են, որ արդյոք խմիչքի կամ խնդիրներ ունի, որ ահա ստիպված է միշտ խմիչքը շարունակենք, խմիչք օգտագործի, իհարկե բնականաբար ինքը ասում է ոչ, տեսնում եք գալիս է սենեթի ժողովն է եւ Վան Հալրանով մեկ սենետորը իրեն արձակնում է այստեղ տեսնում եք Վան Հալն անունով իրեն քննադատում է, ասում է որ դու խմիչքի խնդրեմ ունես թե ոչ, այսպես հարցեր է տալիս։ Տեսնում եք այս Օլիմպիքի խաղերին էր, որ Ամերիկայի թիմը այնտեղ էր, բոլորին վիսկի է տանում, նվեր է տալիս մարդկանց, ինքը նաև խմում էր այդտեղ հաճույքով, այսպես տեսնում եք իրեն, եւ հետո նկարվում է մարզիկների հետ է, որ նկարվում է մեկ թերթ The Atlantic նա էր, որ այս բացահայտել էր։ Հիմա ինքը տատի է տվել այդ թերթին եւ այդ թերթի միջոցով էր, որ սենեթորները նաեւ իմացան, ուրեմն իրեն այդ բերումով կանչել էին հարցաքննելու իրեն, այստեղ տեսնում եք վիսկին է, որ Cash Patel իր անունը տպել է, տակը տեսնում եք, տպված է իր անունը Cash Patel personalized bourbon stash, այսպես նվեր է տալիս, խմում է եւ այլն։ Հիմա այդ պատճառով իրեն կանչել էին սենեթի հարցն է։ Ինքը ասում է ես այս բարեփոխումներն եմ բերել այս տարի, այս FBI-ին, այն հարցին չի պատասխանում եւ առավելությունները ինչ որ բերել է FBI-ին, դրա մասին է խոսում։ Ես եմ խոսել traffic-ի մասին, մի տարօրինակ accident 18 անիվ ունեցող թրաքը տեսնում եք, 18 անիվ երկար, այս 18-wheeler, այսպես կոչվող է, գալիս է, տեսեք ջարդելով, գալիս է, կարմիր լույսի տակ մնացած կանգնած են, ինքը գալիս է, եւ 9 հոգի վիրավորվում է, մոտարապես 9 մեքենա, այսպես տեսնում եք ջարդվում է, երկուսին ստիպված են լինում այդ
վիրավորներից հելիկոպտերով հիվանդանոց հասցնեն։ Մինչև այս վայրկյանին, որ ես խոսում եմ, ասել են, որ ոչ ոք չի մահացել։ Մնացած 7-9 հոգի վիրավորվել են, երկուսն էր, որ հիվանդանոց պետք է հելիկոպտերով փոխանցեին, ոչ ոք չի մահացել, ամենայն դեպս բարեբախտաբար։ Ես ուզում եմ հիմա խոսել Tiger Woods մասին, Tiger Woods ամենաճանաչված այսպես գոլֆ խաղացող անձնավորություններ մի ժամանակ, բայց հետո դրագով, հետո հիմա խմիչքով պրոբլեմ ուներ։ Ամենայն դեպս մեքենա է վարում, շարունակենք, մեքենան վարելիս, տեսնում եք իրեն է ձերբակալել էին, մեքենան շրջվում է, մի ուրիշ մեքենայի հարվածում է, շրջվում է մեքենան, իրեն վնաս չի հասնում, ամենայն դեպս հետո գրպանում գտնում են painkiller, այսինքն ցավազրկող տեղ են գտնում, սա Ֆլորիդա նահանգում էր պատահել, եւ իրեն թույլ է տալիս դատավորը, դատարան են տանում, թույլ է տալիս տուն գնա եւ ռիփորտ անի իր վիճակը, որ մասնակիցներին հանդիպում է, որպեսզի կարողանա այդ մոլի է տառնում, գիտեք, մարդիկ թմրեցուցիչների է մոլի տառնում, երբեմն հենց բժշկական տեղերին, ինչ որ իրենց նշանակում են, մոլի են տառնում, ցավազրկող տեղերին են մոլի տառնում, թվում այսպես է եւ հիմա պետք է ժամանակ անցնի ներկայացնեն դատավորին, որ ինքը այդ տեղերի կարիքը դիփենդենտի չի, կարիքը չունի, այսպես տեսնում եք ամենաճանաչված մի ժամանակ այսպես ախոյաններ գոլֆի։ Ես ուզում եմ հիմա ցույց տալ Waymo մեքենաները 3600, այս Waymo-ն է, առանց վարորդ տաքսիներ են սրանք, որ դեռ փորձում են, օգտվում են, բայց եւ այնպես ամեն անգամ մի խնդրեմ է լինում։ Եթե գիտեք անձրև է գալիս փողոցի վրա, որոշ տեղեր շատ ջուր եք տեսնում, դուք վրայից չեք անցնում, որովհետեւ չգիտեք ինչքան փոս է։ Այս մեքենան դանդաղացնում է, անդրադառնում է, որ այդտեղ ջուր կա կամ փոս է եւ այլն։ Ուրեմն արագությունը իջնում է, բայց միջից անցնում է եւ եթե խորը լինի, դժվար կացություն կլինի։ Դրա համար Waymo-ն, այսինքն կառավարությունը այս հարցերը հետևում է, Waymo-ն բոլոր այս մեքենաներին անեն է, ոչ ոք չի վնասվել, բայց շարունակենք։ Տեսնում եք այս Waymo մեքենաներն են, որտեղ հիմա պետք է նայեն, տեսնեն software-ը փոխեն, որպեսզի կարողանա անդրադառնա վտանգը, այսպես անդրադառնա, որպեսզի ճամփորդին տանում են դժվար կացություն չլինի։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից Չինաստանի այդ պատը, Wall of China, ճանաչված պատի մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում։ Եթե հրդեհ տեղի ունեցել ձեր տանը, եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, եթե accident եք ունենում, այս հեռախոսի համարին զանգարեք ու փաստաբանի հետ խորհրդակցեք։ Դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե թաթի վրա թաթի տակ վերքեք, հայլում եք, շնչասպառ եք լինում, զանգարեք այս հեռախոսի համարին։ Գրասենյակները գտնվում են Orange County, Commerce, Encino, Glendale-ում, ասեն տեսնում եք։ Սոնաֆետ արեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ցես կտանեն ու կվերադարձնեն։ Սալանդում է, բայց ասացի բաս մինի բաս ունեն։ Jackpot-ն հովանավորում ծրագիրը Հայաստան, եթե պետք է հագուստներ տանեք $5, $10-ին սրանք կարող եք գնել, տանել ձեր ազգականներին այնտեղ ուրախացնելու, նաև կոշիկ հագուստներ ունի արտասահմանից բերված բարձր որակով նաև, եթե այդ տեսակը կուզենաք տանել։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը, այս ջուր երացնելու համար թեյ, սուրճ, ինչ որ պիտի օգտագործեք, կինը խիստ իջեցրել են $14.99 է, անպայման անաշե գիֆտ կարող եք, եթե նվերներ պիտի գնեք, բաժակ, բնակ, բոլոր դրանք կգտնեք անաշե գիֆտում կվերադառնան։ Ես ուզում եմ հիշեցնել, եթե այս ծրարը չեք ստացել, այսինքն դուք գրանցված չեք կամ եղել եք, հիմա ցանկի միջից դուրս եք ընկել։
Եթե այդպես է, այս ծրարը մինչև հիմա չեք ստացել, զանգահարեք 818 24 մնացածը բոլորը 9 կամ եկեք 11-10 սոնորա փողոց եւ մենք տեսնենք ինչ է պատճառը այս կարևոր ընտրությանը կարողանաք մասնակցել։ Ծրարի մեջ առաջին էջում իմ անունը կգտնեք այնտեղ, պետք է սևացնեք, տեսնում եք այստեղ 12 անուն կա, իմ անունը այստեղ եթե հաշվեք 9-րդն է, բայց համարակալված չի, ուրիշ ում որ ուզում եք կարող եք քվեարկել, ուրիշ հարցեր կարող եք քվեարկել, ամենայն դեպս երբ որ կատարեցիք այս տեղադրեք ծրարի մեջ, հետ վերադարձ ծրարի մեջ, անպայման ծրարի հետև պիտի ստորագրել, մյուս կողմը նամակադրոշը տրված է փոստի արկի մեջ գցեք, չտնեք ձեր տան այդ փոստարկի վերևը, մեկը կարող է տանի այդ ձեր, ուրեմն եթե մեկը ծրարը չի ստացել, այսինքն պրոբլեմ կա իր գրանցման մեջ, եկեք այստեղ, որպեսզի կարողանանք օգնենք անպայման այս կարևոր ընտրությանը մասնակցեք, որտեղ 3 ոչ հայեր կան, 3 ոչ հայեր, 9 հայեր եւ խիստ մեր քվեն բաժանվելու է, եթե դուք ուշադիր չլինեք։ Իսկ վերջավորությանը ես ուզում եմ խոսել Չինաստանի այս ճանաչված պատի մասին, Wall of China։ Wall of China տեսնում եք, սա հարյուրավոր դարեր այդտեղ եղել է պաշտպանվելու համար թշնամիներից թագավորներ կառուցել են, տասնյակ տարիներ, հարյուրավոր տարիներ կառուցվել է, ամենաերկար պատն է աշխարհում։ Եվ հիմա այդ պատը աղյուս քարից պատրաստված որոշ տեղեր կամ փլվում է, կամ ուզում է փլվել, նորոգումներ են մտցնում, ասում են տասնյակ տարիներ կտևի, որտեղ աշխարհի ամենաերկար պատն է, որ մինչև կարողանան այս պատը վերանորոգեն։ Ամեն ժամանակ մի տեղը վերանորոգում են, մի ուրիշ տեղ պրոբլեմ է ունենում, այստեղ տեսնում եք բոլոր սարերի վրայից գնացող Չինաստանի ճանաչված պատը։ Եթե ես չեմ եղել Չինաստան, եթե դուք գնացիք, ասում են այդ վայրերից, որ հետաքրիր է տեսնելը այս պատն է, սա մասնագետն էր, ինչ որ գնում է, քննում է եւ ասում է, որ տեսեք այդ քարեր աղյուսներն եք տեսնում այստեղ, որ մեկ քանդում շարում են այս աղյուսները տեսակ, այս երկար կիլոմետրերով պատը այդտեղ տեսնում եք։ Ծրագիր եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։